Թափերական համայնքի մատուռում պահվող 13-րդ դարի ավետարանը գողացել են։ Ավետարանի պահապան Արմեն Ավետիսյանի ընտանիքը վշտի մեջ է։ Հարևանները եւ ողջ գյուղը նույնպես։ Արմեն Ավետիսյանի կինը Նարինեն ուշքի չի գալիս կատարվածից։ Ավետարանը հավատացեք, ոնց որ ասեր չկամ ես, դուք հավատում եք։ Դեպքը Կիրակի գիշերն է պատահել։ Ավետարանի գողությունից անմիջապես հետո դիմել են ոստիկանություն, սակայն դեռ նշանակալի արդյունք չկա։ Սպասում են։ Մի րոպեն անկեղծ եմ ասում, այն տանեն փոքր անթային թորներիցս մինչև այն մեծը, չգիտեմ, մենք չգիտենք հացն ինչ է, կամ մյուսը դե էլ մի կողմ։ Ոնց որ ապրում ենք այնքան որ, ինքը այնքան զորություն ունի, ես էս չեմ ասում ինչ որ ասելու համար, կամ ինչ որ վախացնելու, կամ անենց բաներ կտեսնեն, ով որ տարել, անկեղծ եմ ասում։ Նարինեն շեշտում է, այն պահպանված չարխափան ձեռագիր միակ ավետարանն է։ Իրենք էլ յուրահատուկ տեղ են տվել փոխանցված արժեքին։ Ավետարանը մեծ մասամբ տուն են տարել, մատուռ է բերվել միայն հատուկ օրերի համար, այն պահվում է իր սնդուկի մեջ։ Ես չեմ էլ կպնում, շատ հազվագյուտ համբուրելուց կամ Արմենին է տրված, չի կարելի։ Հա, այստեղ ճիշտն ասած ժամանակ եղավ, որ նվեր բերեցին, Արմենը ասեց սիրուն է էլի դնեմ ստեղ ավետարանը, երազ էր եկե մեր հարևանին, մեր հարևանը չի մտել, որ ասեմ ինչ որ մտելա, տեսելա, բան արել էլի, ասլա գնա ասա, թող ավետարանը դնեն տեղը, դուք պատկերացնում եք։ Ավետարանի փրկման պատմությունը նույնպես սերնդեսերունդ է փոխանցվել։ Կոտորացի ժամանակ, երբ որ Անդրանիկը զորավարն էր գնում է գերիներին ազատելու, կրակի մեջ ավետարաններ են գցած լինում, լիքը սենց։ Մեր ավետարանի վրա եղել է ոսկյա խաչեր, թանկարժեք քարեր, 19 հատ խաչ է եղել, որից հանել են, երևի մի քանի հատնա վրան մնաց, երևի ոսկյա չի եղել, թե ինչա, դրանք չեն ձեռ տվել, մի խոսքով գցել են կրակի մեջ, գլորվել է, եկել է տատիկի ոտքերի տակ։ Տատիկը Արմենի շատ գեղեցիկ կին է եղել, աղջիկ ավելի ճիշտ կներեք, աղջիկ է եղել։ Իրան մրել են, մուր են քսել դեմքին, երկու հատ սպիտակ ձիավոր։ Տվել են հետը, Անդրանիկ զորավոր ասելա տարեք թող մեր հայազգին փրկի։ Թե ինչու Մատենադարանի պահպանության ներքո չեն հանձնում, բացատրում է, սա պապական ժառանգություն է։ Հետո Արմենին շնորհք է եկել, ոնց ստանի տա լավ, հա, մենք հաստատ կպատժվեինք, հաստատ։ Ավետարանի գողության նպատակը պարզ չէ, բայց Նարինեն վստահ է, այն գտնվելու է։ Մի անգամ էլ են գողացել, մոտավորապես 10 տարի առաջ էր, կարողացել են գտնել։ Ավետարանը չի մնա ոչ մի տեղ։ Ուղղակի հայի տականքությունը էլի, թուրքերից, ես էդի միշտ էլի, թուրքերից բերեն ստեղ հայ ձեռով, հա։ Ավետարանի բժշկող զորության շուրջ հյուսված պատմությունները շատ են։ Գիրք չի, գիրքը ընթերցանելի է, գիրքը պատմության գիրքն է, գիրքը որ կարող է, սա քայլող Աստված է։ Ականատեսի աչքով պատմողները նույնպես։ Ընտանիքի շուրջ հավաքված հարևաններից ամեն մեկն իր պատմությունն ունի։ Մեծ զորություն է, եւ այսքան ավետարանների մեջ Հայաստանում չարխափանը ուրիշ զորություն է, բոլորին էլ բուժում են։ Քնեցին ու այդ աղջիկը լավացա։ Չարխափան ավետարանի գողությունը պատահական չէ, կարծում է տանտիրուհին։ Կասկածներ ունեն, որ ամեն ինչ նախորոք պլանավորված է եղել։ Վերջի վերջում գողը մատուռի պատուհանից է ներս մտել։ Շատ լավ իմացել է, որ գիրքն այդ գիշեր մատուռում է թողնվել։ Բացի գրքից իր հետ է վերցրել նաև սնդուկում դրված մյուս երկու աղոթագրքերը։ Վայ մամա ջան, ավետարան ջան։ Անահիտ Սարգսյան, Նորայր Հակոբյան, ABC Media։